Թանկագիններս ես կուզենամ անցնեմ մի անգամուց խոսքին, այսօրվա խոսքը նորություն չի, բոլորս էլ գիտենք, լսել ենք, բայց ուզում եմ նորից կրկնեմ, որովհետև կարևոր է, որ Աստծո խոսքը կրկնվում է ու նորից լսում ենք։ Ամեն, այն կլինի մի քիչ շատ ուսուցողական, այնպես որ խնդրանք սա, որ ուշադիր լսես, կփորձեմ շատ երկար չխոսել, բայց այնքան շատ եմ գրել, այնքան շատ եմ ուզում խոսամ, կփորձեմ արագ անցնել Փառք Հիսուսին։ Տերը օրհնի, ուզում եմ այսօր խոսալ մի տեղի մասին, որտեղ Հիսուսը ցույց տվեց իր բնավորության մասին, ու մենք էլ եթե ուզում ենք Հիսուսին նմանվենք, պետք է ունենանք այս բնավորության հատկանիշը, որը արմատ է։ Ամեն։ Որովհետև մենք գիտենք, որ Աստված չի փնտրում ուժեղ մարդկանց, խելացիկ մարդկանց, ազդեցիկ մարդկանց, Աստված փնտրում է խոնար ու հեզ մարդկանց, որոնք սրտով խոնար են։ Ամեն, որովհետև Տեր Հիսուսը ինքը Մատթեոս 11:29-ում ասեց. «Սովորեք ինձանից, քանի որ ես հեզ եմ եւ սրտով խոնար»։ Հալելույա։ Ամեն, Տեր Հիսուսը ասեց. «Ես հեզ եմ եւ սրտով խոնար»։ Այսօր ուզում եմ խոսալ ու իրար հետ գնայինք, թե ինչ է հեզությունն ու խոնարհությունը ու ինչ կարանք անենք, որ այս արմատները ոնց կարանք մեր առօրյա կյանքում, պրակտիկ կյանքում գործի այս հեզությունն ու խոնարհությունը։ Ամեն։ Իմ ձայնի մեջ մի քիչ ոնց որ էխո կա, կխնդրեի կամ ձայնս կամ անցածնեք կամ էլ մի փոքր էխոն անվի, թե չէ մարդիկ քնելուց արդեն իմ ձայնն են լսելու։ Տերը օրհնի։ Հալելույա։ Անցնենք կուզենայի մի տեղ նայենք ու ամենամեծ օրինակին նայենք հեզության ու խոնարհության, նայենք Հիսուսի կերպարի մեջ։ Ինչպիսին էր իր կյանքում դրսևորվում հեզությունն ու խոնարհությունը։ Ու ասեմ իջև առաջ գնալը ամեն ինչ, ինչը Հիսուսը ասեց այսպես արեք, ինքը դրա մեջ էր, ինքը դրա մեջ կար։ Ու իր կյանքը ցույց է տալի, ինչ օրինակ որ բերեց, ինչ ասեց արեք, ինքը դրա մեջ էր։ Երբ որ ինքը ասեց ես հեզ եմ ու սրտով խոնար, ինքը սրա մեջ էր։ Ու հիմա մի քանի շատ կարճ օրինակներով կանցնենք, կտեսնենք Հիսուսի կյանքում, թե ինչպիսին էր ինքը։ Ամեն։ Ու ասեմ ձեզ, կանցնենք էլ հեզությունն ու խոնարհությունը դա թուլություն չի։ Դա տկարություն չի, դա զորություն է։ Ամեն։ Առաջինը, որ մենք տեսնում ենք Հիսուսի կյանքում ինչպիսի հեզություն ինք ունեցավ, դա սկսվեց իր ծնունդով։ Դա սկսվեց ամենաառաջինը իր ծնունդով։ Երբ որ տեսնում ես իր կյանքը, արքաների արքան, թագավորների թագավորը, որ կարող էր ծնվել պալատներում, որ կարող էր ծնվել ամենալավ վայրում, ինքը չընտրեց այդ վայրը։ Ու ինձ թվում է նրանք, ովքեր ծնող են ու ունեն երեխաներ, իրանք սա կհասկանան։ Ես եղել եմ այնտեղ, որտեղ որ իմ երեխաները ծնվել են ու ինձ թվում է մանավանդ մայրերը կհասկանան սա։ Մենք երբ որ զանգեցինք ու իմ կինը ասեց ես ուզում եմ գնամ հիվանդանոց, որ պետքա մեր երեխաներին ունենայինք, միջև հասանք հիվանդանոց, միջավայրը արդեն պատրաստ էր, տաքությունը արդեն նորմալ էր, ոչ ցուրտ էր, ոչ տաք էր, ամեն պարագաները կար, երեխայի համար արդեն տեղերը կար դրված, շորերը կար դրված, ամեն ինչը պատրաստ էր, թե հիգիենայի համար մտածված, թե տղամարդու, թե կնոջ համար, որ ամեն պարագաներում միայն լավ լինի։ Բայց երբ որ նայում ես ու ես մտածում եմ ու ասում եմ, թե Մարիամը ինչ խոնար ու հեզ կին էր, որովհետև երբ որ իր ժամանակը եղավ, եթե հիմա մեկին հարցնես մի կնոջ, որ ասես դու եթե երեխա ունենաս, կցանկանաս գոմում ծնվի քո երեխան։ Ոչ մեկ չի ուզի, չէ՞։ Մենք շատ ժամանակ նայում ենք այս կինոները կամ մուլտֆիլմները, ու մենք նայում ենք, տեսնում ենք կովերը մի կողմ սիրուն կայնած, գառները մի կողմ, սաղ սպասում էին այս պահին, ամեն ինչ մաքուր, մի փոքր բան կար ունդեղ ծնվեց։ Ինչ չի թվում, որ տարիներ առաջ այսքան մաքուր ա եղել։ Մտել են մի գոմ, որի մեջ որտեղ պատրաստություն կար տեսած, ոչ գիտեին ընդեղ երեխա ու չերել ստեղծված որ ընդեղ պետքա երեխա ծնվի, կներեք արդարացիանս համար, ինչ չի թվում, որ թրիկ չի եղել գետնի վրա։ Ու եթե հիմա այսօր բժշկությունով նայես, որ մի կինը հիգիենայի պայմաններից ելնելով կուզենա, որ իր երեխան գոմի մեջ ծնվի։ Իհարկե չի ուզենա, չէ՞։ Մենք ուզում ենք ամենալավը լինի, թե մեր կնոջ, թե մեր երեխաների համար, թե իրանց առողջության համար։
Բայց Հիսուսը ընտրեց, որ ինքը ծնվի գոմում։ Ամենախոնար տեղը, որ ինչ չի թվում, որ ինչ-որ մեկը, չնայած չեմ էլ հետաքրքրվել, բայց կարող է ինչ-որ մեկը ինչ-որ մի բանի ելնելով ծնված լինի, բայց ոչ մեկ չի ընտրի իր վայրը, որ գոմում ծնվի։ Ու ես մտածում եմ ու ասում եմ Մարիամի խոնարհությունը, վաու, ինչքան մեծ էր, որ ինքը չկանգնավ հետ ու ասեց «Տղամարդ ես, մի բան արա, միտեղ գտի, մի տուն գտի»։ Բայց խոնար գնաց, որտեղ իրան տարան ու իր երեխան ծնվեց այնտեղ։ Ինչն եմ ուզում այստեղ ցույց տալ Հիսուսի հեզությունը ու խոնարհությունը։ Ինչքան խոնար էր նա, որ չընտրեց փակավորական պալատը, բայց ընտրեց խոնար մի մսուրում, մի աննշան տեղ։ Դու կարող ես ասել, սկիզբը մարդու շատ կարևոր է, որ լավ է ինքը սկիզբ ունենա, այո, լավ է, բայց սա վերջը չի։ Կարևորը թե ինչպես ես դու քո ընթացքը ավարտում, ամեն։ Սկիզբը կարող է շուտ վատ սկսես, բայց Աստված նա հիմա քո վերջին, ոնց ես քո ընթացքը կատարում ու վերջին անցնում, ամեն։ Ու միջև շարունակեմ իմ խոսքը, սա խոսքից դուրս է, ուղղակի ուզում եմ մեր մտածելակերպը մի քիչ փոխվի ու հասկանանք։ Շատ ժամանակ կինոներն ու մուլտֆիլմներ նայելով մենք դրա հիման վրա ենք կազմում մեր մտածելակերպը, թե ոնց է ապրել Հիսուսը։ Օրինակ հիմա որ դու նայում ես կինոներ, 99% կինոների Հիսուսին ներկայացնում մի գեղեցիկ պատկեր, մեծ տարիքով, հա, ու նայում ես, ասում ես, միանգամից իր իշխանությունը զգացվում է, իր ազդությունը, չէ, ազդեցություն ունի։ Բայց ինքը իր գործը սկսել է 30-ից 33 տարեկանում։ Այսինքն հիմա որ թեքվեք մեր հետևը երիտասարդներին կնայեք։ Ու իրան Հիսուսին, որ իրան նայել են մարդիկ, քայլել է ու հրաշքներ արել, ու ասում են, «Էս ինչ իշխանություն ունի»։ Մերպես հիմա այստեղ հետևը նայեք, շատ երիտասարդներ կա։ Իրանցպես մեկն է եղել Հիսուսը։ Դու պատկերացրել եք սրա մասին։ Ինքը չի եղել 40, 45, 50 տարեկան, հա, որ նայում ես ռաբիների պես կամ սենց հագնված, եկավ ազդեցություն, իշխանություն։ Չէ, Հիսուսը 30-ից 33 տարեկան, 3 տարի է ինքը աշխատել, ինքը գործել, բայց ինքը եղել է ինպես, մեկի պես երիտասարդ։ Հա? Ու դրա համար էլ ինչ էր ասում Պողոսը Տիմոթեոսին, ասում էր ոչ մեկ թող քո երիտասարդությունը ինչ չանի, չանարգի, այլ դու օրինակ եղիր քո խոսքով, վարքով, գործով, հավատքով։ Այսօրվա մեր սիրելի երիտասարդներ, օրինակ եղիր, որովհետև Հիսուսը 30 տարեկան էր, երիտասարդ էր, ու մենք հիմա հիշում ենք, երկրպագում ենք ու ասում ենք Երանի թե այդ պահին լինեի իր անտենայի կամ կպնեի, բայց ինքը երիտասարդ էր։ Ամեն։ Ու դրա համար էլ եկեք չանարգենք մեր այսօրվա պատանիներին, երիտասարդներին, ուշադրություն տվեք իրանց։ Աստծո խոսքն էլ ասում է, չէ, իրանց խոսքը զորավոր է, իրանք հաղթել են Աստծո խոսքով։ Դրա համար թանկագին սիրելի երիտասարդներ, պատանիներ, դուք զորավոր եք Աստծո խոսքով։ Առաջնորդվեք Տիրոջով։ Ամեն։ Հալելույա։ Հետ գանք մեր թեմային, եթե քո կյանքում ունեցել ես փոքր սկիզբ, մի վախեցիր, դու կունենաս փառահեղ ավարտ ու քո ճանապարհը կլինի փառահեղ։ Ամեն։ Հաջորդ բանը, որ նայում ես Հիսուսի կյանքում որպես հեզություն ու խոնարհություն, ոնց է դրսևորեց, հիշում եք վերջին ընթրիքի ժամանակ, երբ որ հավաքվել էին ու իրանց աշակերտների մեջ մի մեծ թեմա կար, թե ով է իրանցից մեծը։ Ու Հիսուսը ինչ արեց, վերցրեց, կապեց իր շորը ու սկսեց իր աշակերտների ոտքերը լվանալ։ Մեր համար միգուցե դա սովորական բան է, բայց տարիներ առաջ իրանց կուլտուրայի մեջ, իրանց տրադիցիաների մեջ այդպիսի բանը մենակ անում էր ծառան։ Այսինքն Հիսուսը թագավոր լինելով, վարդապետ լինելով, ուսուցիչ լինելով, տեր լինելով, ինքը խոնարհեցրեց իրան ու ասեց նայեք ոնց եմ ես ձեզ ծառայում, ով է ամենամեծը։ Ինքը ցույց տվեց մեզ ծառայություն։ Ու գիտեք, դա ասեմ ձեզ, աննշան չի կամ մի փոքր պաշտոն չի։ Ծառա լինելը դա մեծ պաշտոն է երկնքում, Տիրոջ աչքերի առաջ։ Չէ, Աստված կանչեց, ասեց իմ Մովսես ծառան, բայց ով էր Մովսեսը։ Ինքը մեծ ու հզոր մարդ էր, բայց Աստված կանչեց, ասեց սա է իմ ծառան, չէ, իմ Մովսես ծառան։ Դրա համար այսօր, երբ որ դու ծառայում ես Աստծուն, ու դու ունես այս ծառայությունը քո վրա, դու մի կարծի, որ դու փոքր ես, Աստծո աչքերին դա շատ մեծ բան է։ Ամեն։ Ու Հիսուսը ընտրեց ծառա լինել։ Ինքը չընտրեց, ասեց ես Տերն եմ, դուք պետք է գաք իմ ոտքերը լվաք։ Ինքը ուներ այս ամբողջ իշխանությունը, զորությունը, այս ամբողջ իրավունքը ուներ, որովհետև իրանց Տերն էր։ Բայց ինքը ընտրեց խոնարհ լինել, ինքը ընտրեց ծառա լինել, ինքը ընտրեց աննշան բանը մարդկանց աչքերին, բայց մեծ բան Աստծո աչքերին։ Հալելույա։
Ամեն։ Այսպիսով մեծությունը բարձր տեղերում չի թանկագիններս, մեծությունը այն խոնար սրտերի մեջ է։ Ուզում եմ անդրադառնալ, որ ասեմ, որ հեզությունը դա թուլություն չի։ Ամեն։ Հիսուսը ասաց, ես հեզ եմ ու սրտով խոնար։ Հիսուսը հեզ էր, բայց ինքը թույլ չէր։ Ինչի համար, որովհետև թույլ մարդը ինքը չէր կարա 40 օր ծոմ պահեր։ Ինքը 40 օր ու գիշեր հաս չկերավ։ Սա թույլ մարդու բան չի։ Ամեն։ Ինքը ասաց, ես հեզ եմ ու սրտով խոնար, բայց ինքը ուժեղ էր։ Մեկ ուրիշ օրինակ, թույլ մարդը չէր կարող երբեք գալ մտնել զատիկի տոնից առաջ, երբ որ առևտու էր այնտեղ կատարվում տաճարի առաջ, բոլորին տաճարից հաներ դուրս։ Սա թույլ մարդը չէր կարող անել։ Այսինքն մենք գիտենք, որ Հիսուսը ուներ զորություն, իշխանություն, բայց ասաց ես հեզ եմ ու սրտով խոնար։ Չի նշանակում, որ Հիսուսը թույլ էր։ Եվ չի նշանակում, եթե մենք հեզ ենք ու սրտով խոնար ենք, չի նշանակում, որ մենք թույլ ենք։ Այս աշխարհը սխալ է նայում դրան։ Այս աշխարհը նայում ասում է, եթե մեկը հեզ է, ուրեմն ինքը թույլ է, կամ չի հասկանում, կարաս իր վրայով անցնես։ Ոչ, թանկագիններս, հեզությունը դա մի ուժեղ զորություն է։ Ամեն։ Ու հեզությունը դա վախկոտություն չի։ Հեզությունը դա վերահսկողության տակ գտնվող ուժ է։ Ամեն։ Հեզությունը դա վերահսկողության տակ գտնվող ուժ է։ Հին ժամանակներում ես իմացա, ասում էին, երբ որ ուզում էին ձիուն թամբ դնեին վրա, որ ինքը սկսեր գործել, աշխատել, իրան ասում է հեզացնում էին։ Ու ոնց էր գնում այս process-ը, իր բերանին կախում էին այդ ոնց կարելի է հայերեն ասել, սանձը, հա, սանձում էին ու որտեղ իրան ասում էին ինքը գնում էր։ Այսինքն, երբ որ այս ձին սանձվում էր, ինքը չէր կորցնում իր ուժը։ Երբ որ ձին ինքը հեզանում էր, իր զորությունն ու ուժը չէր կորում, այլ իր զորությունն ու ուժը ինքը արդեն վերահսկողության տակ էր մնում։ Հուսով եմ դուք հոգևոր հասկանում եք, չէ՞, ինչ նկատի ունեմ սա։ Եթե դու հեզ ես ու դու խոնար ես, դա չի նշանակում, որ քո զորությունը գնաց, քո ուժը գնաց, կամ դու թուլացար, ոչ, դու ուղղակի այդ ուժը քո զորությունը արդեն վերահսկողության տակ ես պահում։ Արդեն երբ որ դու իրավունք ունեիր բաներ ասեիր, որ մեկը քեզ կարար նեղացներ ու դու կասեիր, այլ դու քո այդ ուժն ու զորությունը պահում ես ու սկսում ես այդ մարդուն ներել։ Երբ որ մեկը քեզ մի սխալ բան է ասում, կամ քո մասին սխալ խոսքեր են ասում, դու այս ուժն ու զորությունը պահում ես։ Ամեն, որովհետև դու հեզ ես։ Հալելույա։ Ու հեզությունը դա հնազանդ հոգի է։ Հիսուսը գիտեր ով է նա։ Հեզ մարդը ինքը գիտի ով է ինքը։ Հիսուսը կարար մտներ Երուսաղեմ մի գեղեցիկ ձիու, փառավոր ձիու վրա նստած։ Այդպես չի, կարար։ Հեսա վերջում մի բան էլ կասեմ, բայց Հիսուսը մտավ ինքը մի խոնար ձև նստավ ավանակի վրա։ Ինքը խոնարհությունով մտավ։ Ամեն։ Ինքը կարար մեծ ու փառահեղ ձևի ձիու վրա նստած գար, բայց ինքը ընտրեց խոնարհությունն ու հեզությունը։ Ինչի համար, որ մեզ ցույց տա, որ խոնար ու հեզ լինենք։ Բայց ասեմ ձեզ, երբ որ ինքը երկրորդ անգամ գա, սպիտակ ձիու վրա նստած փառահեղ ձևով նստած գալու է։ Հալելույա։ Որտեւ Աստծո խոսքն է այդպես ասում։ Ու նայեք, երբ որ մենք խոսում ենք Հիսուսի հեզության ու խոնարհության մասին, ինքը դա չի խոսում իր թուլության մասին։ Հիսուսը, երբ որ իրան նեղացնում էին, իրան ցավացնում էին, երբ որ ինքը հեզ էր, նա ինքը ինչ էր անում, հետ չէր պատասխանում։ Հիսուսը ուներ այդ իշխանությունը, ինքը ասաց, եթե ես մի բառ, ընդամենը մի խոսք ասեմ, հայրը ասեց պատրաստ չի կարող որ 12 լեգիոն, 120,000 հրեշտակ ուղարկեր, մարդկությունը մի անգամից կջնջեր այս երկրից։ Ինքը ուներ այս իշխանությունը, այս զորությունը, բայց ինքը ասաց ես հեզ եմ ու սրտով խոնար եմ։ Հալելույա։ Ու մենք տեսնում ենք, որ Հիսուսը խաղաղ էր իր, երբ որ իրան վիրավորում էին կամ քննադատում էին։ Երբ որ գալիս էին իրան փորձում էին, խոսքերով ուզում էին բռնացնեին, ուզում էին քննադատեին իրան, ինչ էր անում, ինքը երբեք բարկացած չէր պատասխանում։ Ինքը միշտ հանգիստ, խաղաղ պատասխան էր տալիս։
Հալելույա։ Ու հեզությունը դա ներքին խաղաղություն է։ Ամեն ընդդեմ արտաքին փոթորիկների։ Ու Հիսուսը նայեք ինչ էր անում, ինքը նաև ընդունում էր փշրվածներին, կոտրվածներին, մաքսավորներին, որ ոչ մեկ չէր ուզում ընդունել իրան, որ ամեն մեկը փախնում էին մաքսավորներից, մեղավորներին, որ բոլորը ասում էին, մեղավորա պետ պատիժին արժանի։ Հիսուսը ինչ էր ասում, ասում էր եկեք իմ մոտ։ Ով է ձեզ դատապարտողը, ոչ մեկ չդատապարտեց, ասեց ես էլ չեմ դատապարտում ձեզ։ Գնացեք ու մեղք մի գործեք։ Հալելույա։ Ինքը լռեց, երբ որ կարար պաշտպանվեր։ Ստեղ երևում է իր հեզությունն ու խոնարհությունը, երբ որ կանգնացրին ու սուտ բաներ վկայեցին իր մասին, երբ որ սուտ բաներ խոսացին, ինքը կարար կանգներ իր տեղը, բայց Աստված կայնեց իր տեղը։ Ինքը իր տեսնում ենք, որ բերնից ոչ մի բառ դուրս չի գալի։ Խոնար, ինչպես Ելիցի մեջ էլ ասում է, գառնուկը կանգնած էր, այդպես էլ Հիսուսն էր կանգնած։ Թանկագիններս, երբ որ քո կյանքում գալիս է, որ քո վրա սխալ են խոսում, քեզ դատապարտում են, քեզ քննադատում են, ու դու գիտես, որ քո իրավունքն է, դու ստեղ արդար ես, շատ ժամանակ լավ է լռելը, քան ստեղ խոսալը։ Լուր մարդու կողքին Աստված է կանգնում, իր դատապաշտպանը։ Ամեն։ Ինքը ներեց, երբ որ ամենից շատ էին իրան ցավացնում։ Միջև անգամ խաչի վրա, երբ որ ցավացնում էին, խաչեցին, ինչ արեց ինքը, ասեց հայր, ներիր իրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում։ Սա միայն հեզ ու խոնար մարդու խոսքեր է։ Ամեն։ Ու երբ որ խոսում ենք հեզության մասին, չենք կարող խոսենք Մովսեսի մասին, որովհետև Աստծո խոսքը ասում է, որ Մովսեսը աշխարհի ամենահեզ մարդն է եղել։ Ամեն։ Ինչ էր իր հեզությունը, դա տկարություն էր, իհարկե ոչ։ Մովսեսը հզոր մարդ էր։ Միայն հզոր մարդը կարար Իսրայելի այդքան միլիոնավոր ժողովրդին հաներ Եգիպտոսից։ Ամեն։ Ու երբ որ եկան իր քույրն ու եղբայրը, Ահարոնը եկավ, Մարիամը եկան ու իր դեմ սխալ խոսքեր խոսացին, այդ միլիոնավոր մարդկանց աշկից փորձեցին գցեին, ասեցին մենակ Աստված է քո հետ խոսում, մտածում ես, մեր հետ էլ է խոսում Աստված։ Ինչ արեց Մովսեսը։ Ինքը չընդդիմացավ, ինքը իրան չպաշտպանեց, ինքը սկսեց աղոթել իր քրոջ ու եղբոր համար։ Այսօր մեր պարտքն է, թանկագիններս, երբ որ քո դեմ սխալ խոսքեր են խոսում, թե կլինի քո քույրը, քո եղբայրը, քո պարտքն է այսօր որ աղոթես իրանց համար։ Միգուցե դու ունես այսօրվա այդ իրավունքը, միգուցե դու այդ գործի մեջ արդար ես, բայց քո գործն է բարեխոսել իրանց համար։ Ամեն։ Հալելույա։ Կներեք, շատ արագ եմ գնում, շատ բաներ ունեմ ասելու, ժամանակը չի երիքցնում։ Հալելույա։ Հալելույա։ Հեզությունը մենք տեսանք, որ դա թուլություն չի, դա ներքին զորություն է, որ մենք պետք է ունենանք։ Ու Աստված գործում է այն մարդու հետ, ով ունի հեզ ու խոնար սիրտ, որովհետև Աստված հպարտների հետ գործ չունի, Աստված խոնար մարդկանց հետ գործ ունի։ Ու եթե ուզում ես Աստված քո կյանքում իր գործը ցույց տա, դու պետք է ոչ թե ավելի բարձրանաս, այլ ցածրանաս, որովհետև երբ որ ցածրանում ես, իր ժամանակին Աստված քեզ բարձրացնում է։ Ամեն։ Հալելույա։ Հեզ մարդը ինքը վերահսկողությունից դուրս չի գալի։ Ինքը գիտի իր սահմանները։ Հեզ մարդիկ չեն համեմատվում եւ չեն մրցում ուրիշների հետ, որովհետեւ իրան գիտեն, թե ով են իրանք Քրիստոս Հիսուսի մեջ։ Ոչ թե մտնում են այս աշխարհի վազքի մեջ, այլ իրան գիտեն, որ հեզ են, գիտեմ ես ով եմ, ումն եմ պատկանում եւ ուրիշների հետ չեմ մրցում։ Ու ասեմ քեզ, հեզ ու խոնար մարդը միշտ ձգտում է ամենալավին։ Չի նայում, որ ուրիշների հետ մրցի, այլ ինքը ձգտում է միշտ ամենալավին։ Ոնց անեմ, որ ավելի լավը լինի։ Հալելույա։ Ու կան հեզության ու խոնարհության պտուղներ։ Մենք հեզությունն ու խոնարհությունը դա արմատներն են, ու երբ որ դու սա ունես քո կյանքում, երևում է քո կյանքում պտուղները։ Որն են այդ պտուղները։ Սաղմոս 147:6 ասում է խոնարհներին ով է բարձրացնում։ Տերն է բարձրացնում։ Հալելույա։ Ինչ որն է դրա պտուղը։ Հեզ սիրտը բերում է խաղաղություն։ Հեզ մարդը ունի ինքը ներքին խաղաղություն։ Ինքը չի ղեկավարվում բարկությամբ, սրտմտությամբ, այլ ինքը ինչ-որ իրավիճակի մեջ գործում է խաղաղությունով։ Եթե կռիվներ պետք է լինի, ինքը խաղաղությունով հարթացնում է այս կռիվները։ Ամեն, որովհետև ինքը վստահում է Աստծուն։ Հալելույա։ Ու այսօր շատերն էլ գիտենք, որ փնտրում են խաղաղություն, տարբեր դռներ թակելով, տարբեր տեղել, տարբեր միջավայրներ փոխելով, տարբեր մարդկանց փոխելով,
բայց երբ որ դու քո սրտում այս խաղաղությունը չես ունենում, այսինքն հեզ մարդը ինքը այս սրտի խաղաղությունը պետք է ունենա։ Ու երբ որ քո սրտում խաղաղություն ունենաս, պետք չի իրավիճակներ, տեղեր, մարդկանց փոխելու։ Դու քո հետ խաղաղություն կբերես։ Ամեն։ Ու խոնարհությունը նայեք ազատում է հպարտությունից, որովհետև խոնարհության թշնամին դա հպարտությունն է։ Որովհետև Աստված հպարտներին հակառակ է կանգնում, բայց խոնարհներին ինչ է տալի։ Շնորհք է տալիս։ Հալելույա։ Այսինքն, եթե ուզում ես քո կյանքում Աստծո շնորհքը լինի, դու պետք է լինես խոնարհ։ Հալելույա։ Ու դա խոնարհ ես լինում ներելով, ընդունելով քո սխալը, եթե սխալ ես, չպատասխանելով վիրավորանքներին, չփորձելով ապացուցել, որ ես ճիշտ եմ։ Սա հեզ ու խոնարհ մարդն է։ Ամեն։ Ու դու դրանով դուռ ես բացում Աստծո շնորհքի համար քո կյանքում։ Ու շնորհքը չի գալի այնտեղ, որտեղ հպարտությունն է։ Շնորհքը չի գալի այնտեղ, որտեղ ասում է եսը։ Շնորհքը գալիս այնտեղ, որ ասում է Տերը։ Ամեն։ Հալելույա։ Ու հեզությունը նայում ենք իր պատուղները որն է, ինքը բերում է ինքը ամրացնում է հարաբերությունը։ Թե կլինի ամուսնական կյանքում, թե կլինի ընկերների մեջ, թե կլինի ընտանիքների մեջ, ինքը ամրացնում է այս կապը։ Հալելույա։ Ու խոնարհ սիրտը ինքը բացում է Աստծո առաջնորդությունը։ Աստված երբեք չի առաջնորդում հպարտներին։ Աստված առաջնորդում է այն ականջին, որը խոնարհ է լսելու։ Ամեն։ Որովհետև Հիսուս ասաց. «Իմ գառները կլսեն իմ ձայնը»։ Ամեն։ Ու ինքը խոսում է հեզ ու խոնարհ սրտերի հետ, ոչ թե հպարտների հետ։ Հալելույա։ Հեզությունն ու խոնարհությունը բերում են բարձրացում։ Աշխարհը քեզնից սովորացնում է, ասում է դու պետքա բարձր լինես, քո դիրքը պետքա բարձր լինի, դու քեզ բարձրացրա, բայց Աստված ասում է դու քեզ խոնարհեցրա, ու ես քեզ կբարձրացնեմ ճիշտ ժամանակին։ Հալելույա։ Խոնարհ մարդը դառնում է Աստծո գործի անոթ։ Աստված չի կարող լսնել այն անոթը, որը ասում է ես։ Ամեն։ Աստված լսնում է խոնարհ անոթները։ Հալելույա։ Ու հեզությունն ու խոնարհությունը երբեք չեն թուլացնում մարդուն։ Ամեն։ Նրանք թուլացնում են հպարտությանը եւ տեղ են բացում մարդու հեզությանն, զորավոր մարդուն։ Փառք Հիսուսին։ Ու կուզենամ մի քանի պրակտիկ բաներ ասել, որը մեր կյանքում կարող է գործի, ոնց քայլենք մեր ամենօրվա կյանքը հեզության ու խոնարհության մեջ։ Որովհետև երբ որ դու խոսում ես հեզության ու խոնարհության մասին, սա ուղղակի խոսքեր չեն։ Սա պետք է լինի գործ, որը գործի քո կյանքում։ Ամեն։ Պետք է սկսես քո կյանքը աղոթքով, քո ամեն օրվա օրը։ Տեր ջան, ոնց կարամ անեմ, որ ես ավելի խոնարհ լինեմ։ Ամեն։ Քո օրը ոնց սկսես աղոթքով սկսես, որ ինչպես որ ինքն է։ Երկրորդը ոնց կարանք անենք ամեն իրավիճակում հարցնել, թե ոնց կաներ Տերը, ոնց կվարվեր Հիսուսը։ Տեր ջան, երբ որ մի իրավիճակի մեջ ես, դու կարաս հարցնես. Տեր, ոնց վարվեմ այս իրավիճակի մեջ։ Դու ոնց կվարվեիր։ 9-ից 10 անգամ, որ դու Տիրոջը հարցնես, քո մտածելակերպն էլ կփոխվի։ Ու դու կասես. Տեր, ինչպես դու վարվեցիր, ինչպես կարամ այս իրավիճակում ես էլ վարվեմ։ Ինչպես Հիսուսը կպատասխաներ այդ իրավիճակին։ Հալելույա։ Մյուս կետը գիտեք որն է։ Սովորենք լսել միջև վերջ, միջև մարդուն կպատասխանենք։ Շատերը մի բան ուզում են պատմել, խոսալ ու կեսից ընդհատում ենք, ու արդեն մենք գիտենք պատասխանը։ Սովորենք լսել միջև վերջ։ Ամեն։ Խոնարհ մարդը, հեզ մարդը լսում է միջև վերջ։ Հալելույա։ Առանց ընդհատելու, չէ՞։ Առանց պաշտպանվելու։ Որն է մյուսը։ Ընտրես մեղմ պատասխանես, երբ կարող ես բարկանալ։ Առակաց 15:1 ասում է մեղմ պատասխանը պահում է կամ զսպում է բարկությանը։ Մեղմ պատասխանը կհանգստացնի բարկությունը։ Ամեն։ Երբ դու կարող ես բարկանալ, դու պետք է ընտրես քո խոնարհությունը, քո հեզությունը։ Մեղմ պատասխանը այն քաղցր է, այն մեղրի պես է։ Հալելույա։ Մի դժվար կետ եմ գրել։
Սովորես ասել ես սխալվեցի։ Եթե դու սրտով հեզ ես ու խոնար ես, դու երբ որ սխալվել ես, դու պետք է սովորես ասես, որ ես սխալվեցի։ Ես քիչ մարդիկ եմ հանդիպել 90-ից 95%, որը չեն ուզում երբեք ասել, որ սխալվեցի։ Ու հարցը գիտեք այնտեղ է, որ միշտ լսում ես, որ ասում են մենք միշտ սխալական ենք, միշտ սխալ ենք թույլ տալի, բայց դու պետք է սովորես, երբ որ սխալ ես արել, ասել կներես սխալվել եմ։ Ամեն։ Ոչ թե արդարանանք կամ մեր մեղքը գցենք ուրիշի վրա, այլ պարզապես ասենք, ճիշտ ես ասում, ես սխալվեցի։ Ինձ թվում է մեր մարդկության ընթացքը կփոխվեր, երբ որ Ադամը չարդարանար ու ասեր Տեր ջան, սխալվեցի։ Դժվար է, չէ՞։ Բայց այնքան մի կողմից էլ հեշտ է, երբ որ դու քո հպարտությունը մի կողմ ես դնում, ինչ դժվար բան կա դրա մեջ, ասես կներես, սխալվեցի, եթե սխալ եմ արել, այո, սխալվեցի, փոխեմ իմ սխալը։ Բայց սա խոսում է քո սրտի խոնարհության ու հեզության մասին։ Ամեն, ու սա նաև մի պրակտիկ քայլ է, եթե ուզում ես քո օրվա մեջ քո պտուղները տեսնես, քո արմատները խոնարհեցնես, եթե սխալվես, դրա մեջ դժվար բան չկա։ Ասա սխալվել եմ, կփոխեմ իմ սխալը։ Մյուս պրակտիկ քայլը՝ գործիր անտեսանելի ծառայություններ, որոնք մարդկանց կողմից շատերից չեն տեսնվում։ Ամեն, ու դա թեկուզ կլինի խոհանոցում հետևում ծառայելը, կամ աթոռ դնելը, կամ ինչ-որ մեկին օգնելը, փորձիր այնպիսի ծառայություններ անել, որ մարդիկ չեն տեսնի։ Սա խոսում է հեզ ու խոնարհ սրտի մասին։ Օգնես ինչ-որ մեկին առանց ինչ-որ մի բանից ակալելու, առանց ինչ-որ մի բանից սպասելու։ Տաս ինչ-որ մի բան առանց հետ սպասելու։ Ու անես մի բան, որը սովորաբար ոչ մեկ չի ուզում անել։ Ամեն։ Մյուս պրակտիկ քայլը, գնալով ավելի ձեր դեմքը տրտվում թանկագիններս։ Մյուս պրակտիկ քայլը՝ ներիր արագ, թող վիրավորանքդ։ Այնքան ցավոտ է այստեղը։ Ներիր արագ։ Միգուցե քեզ շատ են նեղացրել, անտեղի, քեզ վատ բաներ են ասել, զրպատել են, բայց քեզ պետք է ներես արագ։ Ու գիտեք հարցը ինչու՞մ է, որովհետև շատ ժամանակ մարդիկ մեկը կարա քեզ նեղացնի ու ինքը չհասկանա, որ քեզ նեղացրեց։ Ինքը գնում է իր տունը, գլուխը հանգիստ բարձին դնում քնում է, իսկ դու շաբաթներով, ամիսներով միշտ այդ մտածելուց մեջ մնում է։ Ասում ես, բայց ինչի ինձ էս բան ասեց։ Չգիտի, որ ինքը ինձ նեղացրեց, բայց ինքը չգիտի շատ ժամանակ։ Դրա համար թանկագիններս, եթե քեզ վատ են ասել, ներիր արագ։ Սա մենակ քո համար է լավ։ Քո մեջիցը դուրս հանիր։ Արագ, ինչքան քո մեջից արագ դուրս ես հանում, ինքան հանգիստ ու խաղաղ ես ապրում ես կյանքը։ Ամեն։ Ասա Տեր, ես ազատում եմ իմ սիրտը, ներում եմ իրանց, որ իմ դեմ չար են խոսացել, սխալ են խոսացել, վատն են խոսացել, թեկուզ հասկանալով, թե առանց հասկանալու։ Ներիր ու բաց թող։ Ամեն։ Մյուս պրակտիկ կետը որն է, ընտրիր մարդկանց բարձրացնել, ոչ թե իջեցնել։ Սա հեզ ու խոնարհ սիրտ ունեցող մարդու գործ է։ Թե կլինի քո ընկերը, թե կլինի այստեղ քո եղբայրը, քույրը, ընտանիքիդ անդամը, ով էլ լինի, սկսի լավ խոսքեր ասա, ասա այսօր ինչ լավ բան արեցիր։ Ինչքան լավ ես հագնված, ինչքան գեղեցիկ ես, սկսի բարձրացնել ուրիշին, ոչ թե գցել։ Ամեն, սկսիր քաջալերել, ասա մի լավ խոսք, աջակցիր նրան։ Ու մյուս կետը, որ կուզենամ ասել, դա սա է, որ դու շարունակաբար շնորհակալ լինես։ Այն ամեն ինչը, ինչ որ դու ունես։ Որովհետև շնորհակալությունը ինքը չի թողում, որ հպարտությունը մտնի քո սիրտը։ Որ երբ որ չես ասում, ով էս իմ պատճառով էր, ես էի սրա ամբողջ հիմնական հեղինակը։ Չէ, Տեր ջան, շնորհակալ եմ, որ այսօր ունեմ այս ամեն ինչը, ինչ որ դու տվել ես ինձ։ Հալելույա։ Այդ սիրտը միշտ բաց է Աստծո ներկայության համար։ Մյուս պրակտիկ կետը՝ ընտրես Աստծուն վստահելը, ոչ թե քեզ արդարացնելը։ Ամեն։ Ասես Տեր, ես քեզ եմ վստահում։ Երբ որ մեկը քեզ սխալ է ասել, սխալ է քո հանդեպ վարվել, ասես Տեր, ես քեզ եմ վստահում, ոչ թե սկսես քեզ արդարացնել։ Հալելույա։ Ու հեզությունն ու խոնարհությունը տանկագիններս, իրանք չեն ծնվում մեկ օրում։ Սա process է, որի մեջով մենք անցնում ենք։ Ամեն օր
այս փոքր քայլերով մեր այս արմատները ավելի ախորանում Տիրոջ մեջ։ Ամեն։ Ու այս քայլերը մեր կյանքում բերում են խաղաղություն, բերում են շնորհք, բերում են բժշկություն, բերում են հոգևոր աճ եւ Աստծո ներկայությունն ավելի ավելանում մեր մեջը։ Ամեն։ Թող Տերը մեր ամեն մեկից տա այս ուժը, որ լինենք հեզ ու սրտով խոնարհ։ Ամեն։ Եկեք մեր գլուխները իջեցնենք, մի հատ աղոթենք։ Հալելույա։